Վերջապես նայեցի այդքան աղմուկ հանած Անորա ֆիլմը։ Ես ֆիլմերի քննադատ չեմ, մասնագետ չեմ եւ հաճախ չեմ նայում ֆիլմեր, բայց բնականաբար Վաչե Թովմասյանի եւ Կարեն Կարագուլյանի մասնակցության ֆիլմը չէի կարող բաց թողել։ Սցենարը մի քիչ անհասկանալի էր եւ հանգուցալուծումը նույնպես անհասկանալի էր։ Դերասանական խաղը ինձ համար կատարյալ էր, բոլոր դերասաններն էին լավ, բայց հատկապես բացի Վաչեի կերպարից, որը արտակարգ էր, ես ուզում եմ հատուկ նշել Կարեն Կարագուլյանի խաղը, որը ցնցող էր, ուղղակի եւ թե կերպարն էր լավը, թե խաղն էր լավը, թե այդ կոնտեքստի մեջ այդ հայի կերպարը, որը չգիտեմ կնունքից այդ իր եկեղեցական այդ արարողության ժամանակ, որտեղ չգիտեմ, այսպես եկեղեցական այդ կոնտեքստից միանգամից ինքը հայտնվում է մյուս կոնտեքստում, որտեղ իրան պահում է խուլիգանի նման եւ փորձում է իր խնդիրները լուծել, դա փայլուներ ուղակի մտածված։ Էրոտիկ տեսարանների պահով բավականին էսթետիկ էին բոլոր էրոտիկ տեսարանները, բայց ինձ համար մի քիչ շատ էին, քանակությամբ շատ էին, հատկապես ֆիլմի առաջին մի 30-40 րոպեն ցույց է տալի այդ ռուս օլիգարխի այդ երիտասարդ տղայի այդ ցոփ կյանքը, այդ կործանված բացարձակապես առավոտազիրկուն մենակ սեքսի եւ վիճրինկեքի եւ այդ համակարգչային խաղերի մեջ մտած այդ կյանքն է, բնականաբար լավ է որ դրանից է սկսվում ֆիլմը, դա է հիմնական կոնտեքստը ֆիլմի, բայց դա կարող մի քիչ ավելի քիչ լիներ, չգիտեմ, ինձ համար դա մի քիչ ժամանակի առումով հանգիստ կարող մի 20-30%-ով ավելի պակաս լիներ։ Դա այսպես մի հատ դիտարկում։ Հաջորդ բանը, որ ինձ մի քիչ որպես տարբեր երկրներում ապրած մարդ շատ մանրուկ է, բայց դա էլ ասեմ, որ երբ որ հիշում եք առաջին այդ րոպեներին, երբ որ այդ երիտասարդը Անորայի հետ, Անիի հետ ծանոթանում է, ասում է դու ռուսերեն խոսում ես, ասում է հա ես հասկանում եմ, չեմ խոսում, բայց հասկանում եմ, բա ասում է որտեղից ես հասկանում, ասում է տատիկս տենց էլ անգլերեն չսովորեց, այսինքն ինքը իր տատիկից է ռուսերեն սովորել, բայց հետո հետագայում երբ որ իրանք ամուսնանում են եւ ինքը սկսում է ռուսերեն խոսել, տպավորություն է, որ ինքը երեք չի առաջորն է առաջին անգամ այդ ռուսերեն բառերը լսել, որովհետև շատ акցենտը շատ ուժեղ է։ Երբ որ մարդը երիտասարդ տարիքից իր տատիկի հետ ռուսերեն է խոսում կամ ռուսերեն լսում, մի քիչ այդ լեզուն իր մեջ նստած է լինում եւ ինքը այդ աստիճան շատ акցենտով չի խոսում։ Մնացած ամեն ինչով գլխավոր դերասանուհի հու խաղը կատարել էր։ Ինձ համար լրիվ համոզիչ էր, ամեն ինչ հոյակապ էր, թե իր սեքսուալ այդ պարերը, թե հուզական մոմենտները, թե ագրեսիվ մոմենտները, իդեալական ինքը խաղաց այդ դերը, իմ համար ես շատ գոհ եի այդ խաղից։ Հայկական կոնտեքստի պահով հետեւյալն եմ ուզում ասել, որ դուք պետք է մի բան իմանաք, երբ որ դուք խոսում եք, մենք հայերս այսպես ենք ներկայացրած, այնպես ենք ներկայացված, բարեկամներ, այդ ֆիլմը Հայաստանի գովազդ է, չի CNN-ով, որ չգիտեմ, Հայաստանի լավ կողմերը ցուցադրեն։ Մնում էր մի հատ էլ ասեին բանը, Վաչեն ինչի՞ չասես, մի հատ Գառնի Գեղարդ Սևան Դիլիջան եկեք այցելեք, համ տեսեք մեր լավաշը։ Այտենց չի։ Դա գեղարվեստական ֆիլմ է եւ ունի գեղագիտական նպատակներ։ Այդտեղ որևէ ազգ, որևէ հատուկ վերաբերմունք չկա, նախնական տրամադրվածություն չկա որևէ ազգի բարձրացնելու կամ ցածրացնելու։ Այդտեղ ոչ հայերն են բարձրացված կամ ցածրացված, ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ էլ այլ ազգեր, եթե ներկայացված լինեն։ Մենք Վաչեին գիտենք վիտամին ակումբից, դրանից առաջ 32 ատամից եւ այդ խոսելու ոճը, այդ տոնայնությունը, այդ ամեն ինչը մեզ ծանոթ է եւ մենք դրան այլ ձևով ենք նայում, բայց դուք նկատի ունեցեք, որ այդ ֆիլմը նախատեսված է ամերիկյան լսարանի համար առաջին հերթին եւ վերջին հերթին հայկական լսարանի համար։ Ուստի այդ ձևը, այդ խոսելաոճը, այդ ամեն ինչը, որը որ ներկայացնում է Վաչեն, դա իդեալականն էր, ինչ որ պետք էր այդ ֆիլմին։ Եվ դա ասեմ ձեզ շատ համոզիչ կերպար է հայ տղա, որը Երևանից եկել է Ամերիկա իր ինչ հարազատի մոտ եւ այդ հարազատի հետ այտենց աշխատում է եւ փորձում է ինչ որ հարազատին օգնի եւ ընթացքում իր ռեպլիկները թե վերջում են կենաց ասելը, թե մնացած բաները, դրանք շատ տիպիկ մտածված բաներ են եւ իդեալական ինտեգրված են ամբողջ ֆիլմին։ Իմ համար ամենախնդալու պահը ֆիլմի կոմիկական պահը հիմնականում ճիշտ ասած կապված էր հենց Վաչեի հետ եւ մի քիչ ավելի պակաս չափով, բայց էլի Կարեն Կարագուլյանի հետ Թորոսի կերպարի հետ,
հիմնական ինձ ամենաշատը ծիծաղացրել է, երբ որ ասում է հələ մի հատ հեռախոսը դիր բարձրախոսի վրա, որ այդ մարմնավաճառն էլ լսի, ասում է դու արդեն բարձրախոսի վրա ես ապե։ Դա լավ խնդացել եմ դրա վրա, նույնիսկ հետ եմ տվել մի քանի անգամ եմ նայել։ Բայց վերջին տեսարանը ֆիլմում ես ընդհանրապես ինձ ապշեցի, թվոց կարելի էր այդ ձևով հանգուցալուծել ֆիլմը։ Վերջին տեսարանում, երբ որ այդ ռուս տղամարդու հետ այդ խոսակցությունը գնում է անորան այդ կարծեմ ոնց էր Բարիսով էր ազգանունը այդ դերասանի կերպարի հետ, երբ որ իրենք խոսում են մատանին տալիս է, բան, հուզական վիճակներ, այդ կոնտեքստում կանգնել միանգամից գլխավոր հերոսուհին, որ գնում է ուզում է սեքսով զբաղվի այդ տղու հետ, հետո վերջում դադարեցնում է եւ լացում է, դա ընդհանրապես իմ կարծիքով դա համոզիչ չէր։ Այդտեղ այդ սեքսի տեսարանը լրիվ ավելորդ էր։ Շատ ավելի տրամաբանական եւ դիպուկ կլիներ, եթե այդտեղ ուղակի խոսակցությունը ավարտվեր կամ գրկախառնությամբ, կամ ձեռքը բռնելով եւ այդ վիճակով թեկուզ գլխավոր հերոսուհուն լացացնելով, բայց ոչ այտենց իրար վրա թռնեն եւ սկսեն իրար հետ ինչ որ մի բան անել, հետո նոր դադարեցնեն։ Իմ համար, բայց ես նույնիսկ եմ ասում, ես ֆիլմի քննադատ չեմ, ես ընդհանրապես գեղագիտական իմ պատկերացումները ունեցող մարդ եմ, որը կարծիք հայտնում տվյալ ֆիլմի մասին։ Կան բազմաթիվ բացասական կարծիքներ ֆիլմի մասին, ըստ իս ֆիլմը շատ հաջող ֆիլմ է, շատ հաջող, մի քիչ սցենարի պահը կարելի էր ավելի լավացնել, բայց մնացած առումներով կարծեմ մոնտաժի համար ստացել Օսկար հիանալի էր, ինչ ես տեսել եմ 80-90%-ով ֆիլմին շատ դուր է եկել, կարծում եմ, որ հայերիս համար հայկական կոնտեքստով Օսկար ստացած ֆիլմը պարտադիր նայելու ֆիլմերի շարքին պիտի դասվի։